Իչանց խոսեմ ավելի մանրամասն տոնի մասին և գեղեցիկ երկու, որ այսօր մեր երկու տոները համոզվել են իրար։ Ամեն պատարագի փորձում եմ հիշեցնել ձեզ, թե ինչ է սուրբ պատարագի խորհուրդը գոնե շատ սև ճակով։ Պատարագի խորհրդի կարևորության մասին, պատարագի խորհրդի հռչակման մասին։ Ուրեմն մասնավորապես երեխաներ հիշում եք, որ երբ որ վերջին ընթրիքի ժամանակ Քրիստոս վերցրեց հացը և գինին, օրնեց և բաժնեց ներկաներին ասելով, որ երեք այս հացից և կմեք այս ինքն սրանք իմ մարմինը և իմ արյունները և սա կատարեք իմ հիշատակին։ Եվ առաքելական ժամանակներից, Քրիստոսի ժամանակներից մինչև այսօր մեր սուրբ եկեղեցին պարելով Քրիստոսի տված այս սուրբ պատվիրանը այսօր դարձյալ կատարում է այս սուրբ խորհուրդը մեր եկեղեցու սուրբ խորաններից։ Ուրեմն սուրբ պատարագին ընդունում եմ լսել։ Սուրբ պատարագին մասնակցելու համար անհրաժեշտ է որոշակի պատրաստվածություն և ֆիզիկական և հոգևոր բնական։ Ամեն մեկը ձեր հոգևոր աստիճանը, հոգևոր գիտելիքը, հոգևոր պատրաստվածությունը ամեն մեկը ձեր սրտերում գիտի և ունի։ Սակայն կա նաև ֆիզիկական պատրաստություն։ Ինչպես հոգու մաքրություն, այնպես ևս պահանջում է ֆիզիկական մաքրություն։ Մեր հայրերը սահմանել են, որպեսզի երկու մարդը գալիս է սուրբ պատարագի և պատրաստում է սուրբ հաղորդության, պետք է եթե չունի առողջական խնդիրներ, պետք է քաղցած լինի, առավոտյան ոչինչ ճաշակած չունի։ Ինչպես նաև ամենակարևորը ունենա հավատ և լինի քրիստոնյա, այսինքն մկրտված։ Ուրեմն բոլոր նրանք 13-ից բարձր տարեկան մարդիկ, ովքեր որ մկրտված են, գիտակցում են սուրբ պատարագի խորհուրդը ինչ-որ մի ձև գիտել, մասնավորապես ովքերը մկրտված են, խնդրում եմ իմանալ, եկեք մասնակցելու համար խոստովանության կարգին, որից հետո մաքրված և ողջույն ստացած վիճակով պետք է մոտենալ Տիրոջ սրբազան, գենարար մարմին և արյան։ Եկեք խնդրում եմ մասնակցելու համար խոստովանության կարգին։
շռայլությամբ և արվեստությամբ, Աստված գողություն շնորհես ձեր, նեղաջ հարաբանությամբ լեզվից, ստախոսությամբ, սուտ երդման, երկրնազանցությամբ, հակառակությամբ, վիճաբանությամբ, բանսարկությամբ, շողնողությամբ, քսուր, դատարկաբանությամբ և զահուր, զրախոսությամբ, հերձախոսությամբ և անիծաբանությամբ, ըրտնջելով, հրգոհելով, բամբասելով և հայհոյելով, նեղաց, Աստված գողություն շնորհես ձեր, նեղագողությամբ ձեռացած, ագահելով, զրկելով, հարկանելով, ըսպանանելով և ըսկար շուսացելով, նեղացություն, Աստված գողություն շնորհես ձեր, նեղամենայն հորվածով շուացուց և ամենայն անդամով մարմունց, հնկյակ ըսկարանով ըսկևեցեցի կարմամը, վերամբաց ոտնահարությամբ և այրակաշ մերկությամբ, աչ և ահյակ ոտորելով, Զարակոտը նեղանջելով և վերնոտը չար նշավակորով, նեղաշություն, Աստված գողություն շնորհես ձեր, այլև նեղայոտնիցս հանցանող մահասուներով, հպատությամբ և մասամբ նորին, նախանձում և մասամբ նորին, բարգությամբ և մասամբ նորին, ծուրությամբ և մասամբ նորին, ագահությամբ և մասամբ նորին, որգրամորությամբ և մասամբ նորին, Հրճախորությամբ և մասամբ նորին, Աստված գողություն շնորհես ձեր, այլ և նեղա ամենայն պատվիրանացն աստուծով, անձնագրացը և հրաբերելյացը, սի որ զանձվարականս կկատարեցի և որ հրաբերելյացը հեռացա, զորենը սանը և հորինացը ներկացա, իկար Քրիստոսության հրաբերեցա և գործովը սանարքան դկա, գիտելով շարը կամապ խորացա և վայած գործոս ես ինտեն հեռացա, վայն, Զորն ասեն կամ զորը խոստովանի, զի անդիմ են հանցանքին, անասեր են անմուտունքին, աններել են ծապքին և անդրշկին են վերքին, Աստված գողություն շնորհես ձեր, Այսու, ըսկեզ ունիք կուշնոր դաշտության և բարևոս արմյացին հոսքին աստուծով, դիշխոնությամբ ընվորտերյալեկեց, արձակեցեց մեզ կապից մեղացներով, ալաշեմ կստից։ Տեր ողորմյա, որ մեզ ծիծես վատասերն Աստված և գողություն շնորհես ձեր ամենայն անցանած ձերոց, խոստովանացելոցն և մորացելոցն, և ես կարկավս կանայական իշխանության և հրամանալն Աստվածային թե զորացակից է գերպի երիցի արձակյալ երկինս, նողին բանիրն արձակեմս ձեզ, ամենայն մասնակութեներ ներած ձերոց, գործոց, իբանից և իգործոց, անուն հոր, և որդով, և որդուին սրբով, և դարձյալ կամս ձեզի խորհրդս սուրբ եկեղեցվով, զի զորինչ գործիցեք բարիս, եղիցի ձեզի բարեգործություն, և հարս անդերցյալ կենացն ամեն։ Երկյուրի և ավատով, առաջնատին և սրբության, ողջեր սարով։ Ուրեմն խնդրեմ թող առաջինը մոտենան երեխաները, ովքեր որ մկրտված են երեխաներ, ովքեր որ մկրտված են, խնդրում են միայն Причастие закончено. Причастие деток.